Հայաստանի ղեկավարը դատապարտում է միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված անձանց ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Նրա խոսքով խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Վարչապետն այդ մասին ընդգծեց տեղահանվածների բնակապահովման աջակցության նախագծի քննարկմանը, կարևորելով դրա քաղաքական նշանակությունը երկրի հետագա զարգացման և ռազմավարական դիրքավորման տրամաբանության մեջ։ Երբ որ մենք ասում ենք, խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, ըստ էության առաջինը չենք թողում, որ այդ մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ խաղաղությունը մենակ պայմանագիր չի։ Խաղաղությունն է նա, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այն ճամպրուկը կապած վիճակում այդ չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք։ Էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք։ Էսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, էսա կվերադառնա Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ։ Առաջինը հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ եւ երկրորդը թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա։ Որովհետեւ այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ հոգեբանությունը պանդուխտի սոցիալ հոգեբանությունը, որ մենք ինչ-որ միտեղ պետքա գնանք, այս այն տեղը չի, որտեղ մենք պետքա մնանք, այդ պետությունը չի կարա կայանա։ Սա ըստ Փաշինյանի սպառնալիք է Հայաստանի համար։ Վարչապետի գնահատմամբ անկախության առաջին օրերից ամենաշատ օգտագործված տերմինաբանությունը եւ պրոբլեմը արտագաղթն է։ Արտագաղթից հետո հաջորդ կարևոր խնդիրը ըստ վարչապետի անվտանգությունն է։ Ուզում եմ հասկանալ այդ երևույթը։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել մեծացել է Հայաստանում, ասինքն ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե այս ինչ հետաքրքիր բան է, հայրենասիրական մոտեցում է։ Բայց սա լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Հայրենասիրության այն բանաձևը, որը Ստալինը բանը արել, այն ժամանակ այդ բաները չկար, upload արել մեր հանրային գիտակցության մեջ։ Սոցիալ-հոգեբանական մակարդակում չխաղաղվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսքով կկորցնենք խաղաղությունը, որովհետև այդ խոսույթները շարունակել ըստ նրա նշանակում է շուրջ բոլորի հետ մտնել կոնֆլիկտի մեջ։ Այս պարագայում մեզ ինչ է պետք։ Մտնում ենք կոնֆլիկտի հետ ենք հասկանում, բա ոնց մի րոպե, բա մեր ռեսուրսները հետ չեն բավարար չեն եւ բավարար չեն լինելու այդ կոնֆլիկտի հետ համար։ Բա ինչ անենք։ Երաշխավոր փնտրենք ու գնացինք։ Երաշխավոր փնտրելու։ Ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության հաշվին։ Իմիջայլոց, որ ասվում է, որ մենք խաղաղություն ենք ունեցել, բանից նկատի առնվում 20 թվից առաջ խաղաղություն ենք ունեցել։ Մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ։ Մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Ինչի հաշվին, հարգելի գործընկերներ, ինչի հաշվին։ Մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր պետականության, մեր բարեկեցության, մեր ազատության, մեր զարգացման հաշվին։ Վարչապետի խոսքով 2016 թվականի դրությամբ այդ պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսները այլևս սպառված էին։ Երբ որ մենք ասում ենք տարիներ առաջ, որ մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի, մենք հիմա հասցրել ենք խաղաղ նավահանգստի։ Ուղղակի մեզ այդ նավի ուղևորներից նույնպես պետք է խաղաղվել։ Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողջաները քանդել եւ դասավորել պահարաններում, այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում, որ մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգերի
թափանիվը պատտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Ու այդ process-ի մեջ գիտենք սովորաբար ով է ամենաշատը դուժողը ելնում։ Այդտեղ մեծ հանելուկ չկա։ Այսօր ըստ վարչապետի մեծ պատմական ձեռքբերում է, որը չի կարելի զոհել գերտերությունների շահերին։ Խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունը նաև հոգեվիճակ է։ Խաղաղությունը սոցիալ հոգեբանություն է։ Որովհետև մենք երբ որ հասկանանք, որ մենք էլ տեղ չունենք գնալու, մենք հասել ենք այնտեղ, որտեղ առաջիկա հարյուրամյակներում եւ հազարամյակներում այս պետության տարածքում մենք եւ մեր սերունդները ապրելու ենք, այ խաղաղությունը է դա։ Այդ պահին է գալու խաղաղություն։ Եվ այս սոցիալ հոգեբանությունն է, որ երաշխավորելու է խաղաղությունը։ Եվ այս է պատճառը, որ ես երեք ազգային ժողովի ամբիոնից ասացի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է երաշխավորը խաղաղության։ Ինչ վերաբերում է ծրագրի փոփոխություններին, հեշտացվել է շահառուի կարգավիճակ ստանալը։ Շահառու կդիտարկվեր մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները։ Գործող հիպոթեկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ տան կառուցման նպատակով 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիպոթեկային վարկ, այլ դրա վերաֆինանսավորման նպատակով տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։ Եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 5-րդ կետերով սահմանված փաստաթղթերի համար, իսկ դրանք են հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը, հսկիչ դրամարկղային կտրոնը, ԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը, ապրանքի տեղափոխման բեռնագիրը։ Առաջարկվում է վերանայել աջակցության չափը 150-ով ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը։ Նախկինում Երևանի եւ Երևանին մոտ համայնքների դեպքում սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամ։ Հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 միլիոն դրամ։ Կլինի Երևանը 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 են, կմնան 5 եւ մնացած բոլորը կդառնա 4։ Նշվեց, որ երեկվա դրությամբ 5232 շահառու ընտանիքի տրվել է սերտիֆիկատ, որից իրացվել է 2336-ը, այսինքն արդեն ձեռք են բերել կամ սկսել են տուն կառուցել։ Մեր հայրենակիցները ձեր հետ հանդիպման ժամանակ հարց էին բարձրացրել, թե արդյոք կարող են նրանք մինչև 400 քառակուսի մետր հողակտոր ձեռք բերել մակերեսով եւ այնտեղ անհատական բնակելի տուն կառուցել։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ այո, այդ սահմանափակումը հանված է եւ նրանք կարող են մինչև 400 քառակուսի մետր հող ձեռք բերել համապատասխան նշանակության եւ իրենց անհատական բնակելի տունը կառուցել։ Բացի դա, Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 40,000 հողակտոր չկառուցապատված, որոնք փոքր են 400 քառակուսի մետրից։ Նաեւ այդ կարգավորումն ենք փոխել եւ հնարավորություն ենք ընձեռնել այն քաղաքացիները, ովքեր կուզեն կամ ձեռք բերել կամ ունեն այդ հողակտորը, այլևս կարգավորումները թույլ են տալիս այնտեղ բնակելի տուն կառուցել։ Հաստատվեց բուսաբուծության աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար հացահատիկային, հատիկնդեղեն եւ կերային մշակաբույսերի մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանք, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Գառնացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկանդեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն առվույթ եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացմամբ ակնկալվում է մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում։ 1 միլիարդ 100 միլիոն դրամ հատկացվեց 11 համայնքի սուբվենցիոն 11 ծրագրի համաֆինանսավորման համար։ Գործադիրն այս տարի արդեն 3 միլիարդ 57 միլիոն դրամ է ուղղել համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Հրատապ ծրագրերի իրականացման համար կառավարությունը հատկացրեց 1.3 միլիարդ դրամ։ Մայա Խաչատրյան, լուրեր։